Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալը մոտենում է իր կուլմինացիային, գերլարված, հուզիչ ու անընդհատ շրջադարձերով լեցուն սերիաներով։ Դեկտեմբերի 30-ին ավարտվող այս պատմությունը կարծես ամեն վայրկյան վերաշարադրվի, իսկ հերոսները այլևս ոչ մի պահ չեն ունենում սթափվելու կամ նոր իրողությունների հետ համակերպվելու համար։ Այս օրերին դիտողները բառացիորեն շնչում են սերիալի ռիթմով։ Այս պահին առանցքային լարումը կենտրոնացած է Հենրիի և Անգելինայի հարաբերությունների վրա։ Կյանքի ամենակարևոր փուլում, հղիության շրջանում, Անգելինան հայտնվել է հույզերի ու սպառնալիքների խաչմերուկում։ Հենրին, ով վերջին շրջանում գնալով ավելի է կորցնում ինքնատիրապետումը, արդեն բացահայտ սադրում է նրան։ Եվ ահա, հերթական վիրավորական խոսակցությունից հետո Անգելինան կիսվում է Աննայի հետ, պատմելով Միքայելի սարսափեցնող խոսքերի մասին։ Այն մասին, որ նա պատրաստ է խլել իր երեխային, ինչպես տարիներ առաջ խլել էր հենց Անգելինային։ Աննան ցնցված է։ Վերակենդանացման բաժանմունքից դեռ չվերականգնված, նա նորից ընկղվում է հույզերի մեջ։ Իսկ Հենրին, փոխանակ փորձի մեղմել իրավիճակը, կանգնում է հոր կողքին, շարունակելով արդարացնել Միքայելի ամեն քայլը։ Սակայն այդ պահերը երկար չեն տևում, քանի որ հենց հիվանդանոցում, Սոսի ներկայությամբ, Հենրին կրկին մոլորվում է հույզերում ու բարկության պահին ասում է մի բան, որն անդառնալի է։ Նա հայտնում է, որ ափսոսում է, որ իր երեխայի մայրը Անգելինան է։ Այն պահից ի վեր, երբ Միքայելը սկսեց խոսել երեխա խլելու մասին, մինչև Հենրիի այդ դաժան խոսքերը արդեն իսկ սահմանագծեր էին անցել։ Նման վիրավորանքներից ու մոռացության մատնված սիրուց հետո դժվար է պատկերացնել, թե ինչ կերպ կարող է վերականգնվել հարաբերությունը։ Բոլոր սահմանները հատվել են, բոլոր հնարավոր կամուրջները այրվել, եւ հիմա դիտողներն ակամա հարց են տալիս. արդյոք հնարավոր է, որ այս պատմությունն ունենա հաշտություն։ Իսկ Աննան, միակ մարդը, ով երբևէ հանդուրժել է, ներել է ու սիրել Միքայելին, այս անգամ կորցնում է սառնասրտությունը։ Նա պահանջում է հանդիպում Միքայելի հետ։ Ասում է, որ եթե Միքայելն ունեցել է համարձակություն գողանալու իր երեխային, մահացած ներկայացնելու նրան ու հանգիստ ապրելու այդ ստի հետ 25 տարի շարունակ, ապա հիմա այս սպառնալիքներից հետո թող գա ու բացատրություն տա իր երեսին։ Նա պահանջում է Հենրիից անմիջապես զանգել հորը։ Սա այլևս պարզապես ընտանիքի ներսում չլուծված հարց չէ։ Մյուս դրվագում պատմության մեջ արդեն լիովին ընկած Լիլիթը մեղքերի, խաբեության ու խանդի մարմնավորումը մնում է մենակ իր մոլուցների հետ։ Արամը երկար պայքարից հետո համոզում է նրան, որ ժամանակն է գնալ հոգեբուժարան և սկսել անհրաժեշտ ուժումը։ Լիլիթը, նայած համառ հակազդեցությանը, համաձայնում է, բայց նույնիսկ այդ պահին, ներքին քայքայվածության սահմանին, նրա մեջ դեռ ապրում է նույն խեղդող ցանկությունը՝ վնասել Աննային։ Սերիալը իր ավարտին մոտենալով դառնում է մարդկային հոգեբանության մերկ բացահայտում։ Այստեղ չկան միանշանակ դրական կամ բացասական կերպարներ։ Բոլորը սիրահարված, խաբված, վրեժխնդիր կամ կոտրված պարզապես փորձում են փրկել իրենց ճակատագիրը, բայց ինչպես տեսնում ենք, ոչ բոլորին է դա հաջողվում։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ եք համարում այսքան իրադարձություններից հետո Հենրիի և Անգելինայի հաշտեցումը։ Գրեք մեկնաբանություն։ Լավ կհանգստանաս, բայց ոչ մի ձև քեզ նեղություն չեմ տալիս, տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել, եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ,
Ես այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ է թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուր։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք, ես ինչ մի ներկայացում եք խաղում, իպր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տոն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ